Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 9 հոկտեմբերի, օրը 5շաբթի, բարի երեկո։ Գավառի Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահը հյուրընկալել է Արագածոտնի մարզի դպրոցականներին։ Նրանք դիտել են մշտական եւ ժամանակավոր ցուցադրությունները, մասնակցել կրթական ծրագրի, իրենց համար բացահայտելով կերպարվեստի ժանրերն ու դրանց առանձնահատկությունները։ Գավառի Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահը հյուրընկալել է 51 դպրոցականի Արագածոտնի մարզի 4 համայնքից։ Նրանց Գեղարքունիքի մարզ է բերել «Իմ քայլը» հիմնադրամի մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագիրը։ Պատկերասրահն ամենահարմար վայրն է կերպարվեստի ժանրերին ծանոթանալու համար։ Դասը վարում է Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցը։ Այսպիսի այցերը հնարավորություն են տալիս ճանաչելու հայ արվեստագետներին, կոնկրետ պատկերասրահի մասնաճյուղերում իրականացվող ծրագրերի ընթացքում մենք հնարավորինս փորձում ենք նրանց ներկայացնել մեր արվեստը, մեր նկարիչներին, քանդակագործներին, իհարկե ավելի ինտերակտիվ, հետաքրքիր տարբերակով։ Մեր կրթական ծրագրերը պարտադիր պարունակում են նաև ստեղծագործական հատված։ Տպավորությունները շատ վառ են, ինչպես տեսնում եք, երեխաները շատ ակտիվ մասնակցում են կրթական ծրագրին։ Ի դեպ մեր բոլոր այցերը ոչ միայն ուղղակի այցեր են, այլ նաև իրենց մեջ ունեն կրթական բաղադրիչ եւ բոլոր ծրագրերի ընթացքում երեխաները մասնակցում են որևիցե կրթական ծրագրի, որպեսզի տեսական գիտելիքները նաև ամրապնդեն գործնական, ստեղծագործական գիտելիքներով։ Երբ տեսական գիտելիքները յուրացվում են, աշակերտներին թուղթ ու նկարչական պարագաներ են բաժանվում, սկսում են նկարել իրենց դուր եկած ժանրում։ Գլուխգործոց աշակերտներից չեն սպասում, սակայն նպաստում են նրանց ստեղծագործական մտքի զարգացմանը։ Ցանկացած ճամփորդություն շատ հետաքրքիր է, ցանկացած թանգարանում շատ հետաքրքիր է անցնում, մենք ստեղծագործում ենք եւ դա թույլ է տալիս, որպեսզի մենք ավելի գեղեցիկ կարողանանք մեր միտքը շարադրել ոչ միայն թղթին գրավոր ձևով, այլ նաեւ կարողանանք գեղեցիկ նկարել։ Շատ հետաքրքիր է ինձ համար անցնում, ծանոթանում եմ տարբեր տեսակի նկարների հետ, սովորում եմ ավելի գեղեցիկ նկարել։ Ինձ շատ դուր եկավ այս պատկերասրահը, ես պատկերասրահում տեսա զանազան նկարներ, բնանկար, դիմանկար։ Ինձ համար ամենահետաքրքիրը այն էր, որ մեզ տվեցին նկարել։ Մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագրին մասնակցելու համար դպրոցականները նախ շարադրությունների մրցույթի են մասնակցել։ Լավագույնների հեղինակներն էլ առաջիկա ամիսներին այցելելու են Հայաստանի 10 մշակութային հաստատություններ։ Արդեն եղել ենք Ջերմուկի պատկերասրահում, ազգային պատկերասրահում, Մինաս Ավետիսյանի տուն թանգարանում, եկող այցերի շրջանակներում նախատեսվում է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ունենք միջազգային գործընկեր Չինական գիտամշակութային կենտրոնը, հատուկ ծրագիր է իրականացվում մեր համար, նաեւ լինելու ենք Ազնավուր հիմնադրամում, Պատանի հանդիսատեսի թատրոնում, մի խոսքով հարուստ հագեցած ծրագիր ենք կազմել։ Արագածոտնի մարզի դպրոցականների մասնակցությամբ մշակութային ճամփորդությունը ծրագրի երկրորդ փուլն է։ Առաջին փուլում ճամփորդել էին տավուշցի աշակերտները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառի պատմական ճարտարապետությունը հետաքրքրել է մի խումբ երիտասարդ ճարտարապետների։ Միջազգային աշխատարանի շրջանակներում նրանք մասնակցել են Գավառ քաղաքի պատմաճարտարապետական ժառանգության արժևորման եւ պահպանության թեմայով գործնական աշխատանքին։ Նախաձեռնությունն ուղղված է եղել մասնավոր տների եւ հասարակական շենքերի ուսումնասիրությանը, պահպանությանն ու վերակենդանացմանը։ Գավառ քաղաքի 19-ից 20-րդ դարերի ճարտարապետությունն է ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների հետաքրքրության կենտրոնում։ Erasmus+ ծրագրի շրջանակում համալսարանը Միլանի Պոլիտեխնիկական ինստիտուտի հետ գործակցությամբ իրականացնում է պատմական միջավայրի պահպանությանն ուղղված միջազգային աշխատարան։ Այս թեմայով դասախոսություններին հաջորդում են Գավառ քաղաքի պատմաճարտարապետական ժառանգության արժևորման և պահպանության գործնական աշխատանքները։ Գավառն այս առումով ուսումնասիրությունների հարուստ նյութ է տալիս։ Բազմաթիվ հետաքրքիր կառույցներ են բացահայտվում իրենց ուրույն ճարտարապետությամբ, որոնք որ շատ հատուկ կարող ենք հանդիպել այս տարածաշրջանից դուրս, դրանք շատ յուրահատուկ են Գավառին եւ Սևանի ավազանին։ Իմ գործն է օրինակ ճիշտ գրիտ համարակարել այս կադաստրային թղթի վրա, որպեսզի հետագայում տեղը իմանանք։ Լիքը առանձնահատկություններ կան, օրինակ ապակեպատած բալկոնները սյուներով, նախշերով, իրաց առանձնահատուկ խաչաձև sense նախշերն սիրում շատ։ Համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարթա Մկրտչյանը Գավառի ճարտարապետության պատմական շերտին
ծանոթ է դեռևս նախորդ ուսումնական տարվանից, յուրաքանչյուր շինության մասնագիտական աչքով է նայում եւ նույնիսկ ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունների միջից դուրս բերում պատմականը, պահպանվող հուշարձանների ցանկում ընդգրկվելու արժանի հասարակական ու բնակելի շենքեր կան, ասում է ուսանողուհին։ Հենց հին շենքերի ճարտարապետությունը ինձ շատ դուր եկավ, երբ որ ես տեսա արխիվային նկարներ եւ ինչ որ ինֆորմացիա իմացա քաղաքի մասին։ Հետո երբ որ ընտրեցի որպես նախագծի թեմա, ավելի մանրամասն ծանոթացա, եկա այստեղ մի քանի անգամ, հետազոտություններ արեցի, չափագրություններ արեցի եւ քիչ-քիչ ավելի շատ սկսեցի սիրել գավառը։ Կատակում ենք, որ քիչ-քիչ գավառցի եմ դառնում։ Քաղաքի պատմական ճարտարապետական ժառանգությունը երիտասարդ ճարտարապետներին հետաքրքրում է շինարարական տեխնոլոգիաների, ճարտարապետական լուծումների եւ նաեւ օգտագործված շինանյութի առումներով։ Օգտագործված է դեղական տուֆ քարը կամ իրենց պատուհանների կողքերը սիրուն քարեր են շարված, շենքերի անկյուններում քարեր են շարված, պատշգամբները իրենց։ Օրինակ էս էլի հին շենքերի օրինակ է, ամենաերևի լավ օրինակներից մեկն է, ինքը շատ գեղեցիկ զարդարանք ունի, շքամուտքը շատ գեղեցիկ է։ Հետազոտության արդյունքներն ամփոփվելու են մեկ փաթեթում եւ հետագայում քննարկվելու է ուսումնասիրված պատմական շերտին հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ տալու հարցը։ Նմանատիպ կարգավորվող տարածք մենք ունենք Գյումրիում, Կումայրի պատմական արգելոցը, որտեղ հստակ կարգավորված են պատմական քաղաքաշինական սահմանները, հստակ կարգավորումներ կան հուշարձանների պահպանության համար, դրանց օգտագործման եւ այլնին վերաբերվող փաստաթղթեր գոյություն ունեն։ Նպատակ ունենք նմանատիպ մի փաթեթ ձևավորել գավառի համար, քանի որ շատ են կարեւորում պատմական քաղաքների պահպանությունը եւ դրանց առանձնակի մոտեցումը։ Հետազոտությունների ընթացքում ուսանողական խումբը կիրառում է նաև պատմական ճարտարապետական միջավայրում աշխատելու Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի առաջավոր փորձը որպես ոլորտի լավագույն ներկայացուցիչ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գավառի ուսուցողական կենտրոնում հերթական դասընթացն է անցկացվել հանրային խոսքի ճիշտ դրսևորման թեմայով։ Դասընթացն իրականացվել է Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Հանրային խոսքի մասնագետ Սուսաննա Ալեքսանյանը Գավառի ուսուցողական կենտրոնում խոսքի մշակույթի վարպետաց դաս է անցկացնում։ Նախաձեռնությունը Գավառի ուսուցողական կենտրոնինն է, որը կյանքի է կոչվել Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Այսօր խոսելու եմ խոսքի տեխնիկայի մասին, այն մասին, որ գրագետ գեղեցիկ հնչեղ աստեցիկ կարող են խոսել բոլորը։ Սա վարպետության դաս է, օգնել, որպեսզի մեր ուսուցիչները հանրային խոսքով զբաղվող մարդիկ ավելի ազատ խոսեն, անկաշկանդ լինեն եւ ամենակարևորը սիրեն մայրենին։ Բանախոսը մասնակիցներին ծանոթացնում է հանրային ճիշտ խոսքի դրսևորումներին, վարժությունների հարց ու պատասխանի միջոցով նրանց ներգրավում մատուցվող թեմայի մեջ։ Դասընթացի մասնակիցները Գավառ համայնքի կրթական ու մշակութային հաստատությունները ներկայացնող աշխատակիցներ են, որոնց համար առավել կարևոր ու անհրաժեշտ է գրական լեզվի ճիշտ կիրառումն ու հանրային խոսքով ճիշտ հանդես գալը։ Ուսուցչական խավի ներկայացուցիչ ենք, բայց մենք եւս ժամանակի ընթացքում աճում ենք եւ աշխատում ենք մեր խոսքի հմտությունների վրա, գրավոր եւ բանավոր խոսքի հմտությունների վրա, եւ այսօր մենք այդ հմտությունները փոխանցում ենք մեր երեխաներին։ Այսպիսի հանդիպումները ոգևորում են մարդկանց, քաջալերում են եւ նրանք ուզում են խոսել վստահ, հստակ, լինել համարձակ, իրենց մայրենի կրողը։ Այսօրինակ դասընթացները հետաքրքրություն են առաջացնում թեմայի հանդեպ եւ մասնակիցները դասընթացից հետո եւս տարբեր միջոցներով փորձում են լրացնել իրենց գիտելիքները, նշում են կազմակերպիչներն ու մասնակիցները։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մնացեք խաղաղությամբ։